Շղթայական ավտովթար Արարատի մարզում վարչապետի ավտոշարասյան անցնելուց վայրկյաններ անց։ Շարասյան հեռանալուց անմիջապես հետո մի վարորդ փորձում է շրջադարձ կատարել նույն ճանապարհով անցնող մեկ այլ ավտոմեքենա չհասցնելով արգելակել, նախ դրան է բախվում, ապա հարվածում ճանապարհի աջ մասում կայանված պարեկային ծառայության մեքենային։ 3 մարդ վնասվածք է ստացել, 2-ն արդեն դուրս են գրվել, երրորդ պարեկը դեռ հիվանդանոցում է։ Վիճակը բավարար է։ Պատահարի մասին տեղեկություններն ակտիվորեն տարածվեցին։ Կառավարությունից էլ շտապեցին հերքել ավտովթարին վարչապետի Շարասյան մասնակցությունը։ Նախ անձամբ վարչապետի խոսնակը նման գրառում արեց, ապա նույնը պնդեց ներքին գործերի նախարարությունը։ Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ մինչդեռ պարզ երևում է, վթարը հաջորդում է ավտոշարասյան նույն վայրով անցնելուն։ Ուղեկցող խումբը իր աշխատանքը ճիշտ չի կատարում, որի արդյունքում sense խնդրի առաջ են կանգնում։ Վարչապետին կամ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող մեքենաների տեղաշարժը հատուկ կարգով է իրականացվում։ Ուղեկցող պարեկները նախ մյուսներին են հորդորում կանգնել, հետո նոր միայն մեծ արագությամբ անցնում է Շարասյունը։ Նման դեպքերում պետք է ճանապարհը շատ անվտանգ դարձնել, այլ ոչ բարձր արագությամբ սլացող մեքենաների մոտենալուց անմիջապես առաջ փորձել կարգավորել երթևեկությունը։ Պարեկների թերացումն է, ընդգծում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։ Իրանք մինչ այդ պետք է դի աշխատանքը արդեն կատարած լինեն։ 3 պարեկները ոչ թե րոպեներ, այլ վայրկյաններ առաջ են հորդորում աչք քաշել կանգնել։ Ոստիկանի հորդորից ընդամենը 52 վայրկյան անց այստեղով սլանում են Շարասյան մեքենաները։ Համար պետք է իրենք մի փոքր շուտ արդեն համոզված լինեն, որ ճանապարհը անվտանգ է եւ կարող են այդպես բարձր արագությամբ գան այդ ճանապարհը անցնել։ 3 տեղի ունեցածը շատ ավելի ողբերգական ավարտ կարող էր ունենալ, ասում է Քեյանն ու շեշտում, Շարասյունն ուղեկցող պարեկները պետք է ավելի պրոֆեսիոնալ լինեն։ Ոչ միայն այդ հատվածով երթևեկող մարդկանց անվտանգությունն է, հա, կարևոր, այլ նաև ում որ ուղեկցում է, այդ մարդու անվտանգությունն էլ է կարևոր եւ նաև այդ ուղեկցող խմբի անվտանգությունն է, որտեղ այդ մարդիկ գիտակցում են, որ ճանապարհը անվտանգ է, բարձր արագությամբ երթևեկում են, հա, իրենք գիտակցում են, որ իրենց ճանապարհը արդեն ինչ-որ խումբ գնացել է եւ դարձրել է անվտանգ։ Ներքին գործերի նախարարությունից մինչդեռ այս քննադատությունը չեն ընդունում, ընդգծելով, որ եթե շատ ավելի վաղ մյուս մեքենաներին կանգնեցնեն, երթևեկությունը կտուժի եւ այդ դեպքում իրենց կմեղադրեն, թե ինչու են ճանապարհն անհարկի փակում։ ՆԳՆ խոսնակի պնդմամբ կոնկրետ այս վթարը վարչապետի ավտոշարասյան հետ որևէ կապ չունի։ 3 տարի առաջ վարչապետի Շարասյան մեքենայի հարվածից Երևանում մահացավ 28-ամյա Սոնա Մնացականյանը։ Երիտասարդ թղի կնոջ մահվան համար մինչ օրս մեղավոր ճանաչված չկա։ Միակ մեղադրյալը վարչապետի Շարասյան առաջին մեքենայի վարորդն է, որը մեղքը չի ընդունում։ Մահացածի հարազատները 3 տարի շարունակ պնդում են, եթե մինչև վարչապետի ավտոշարասյան անցնելը խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնա Մնացականյանն այդ վտանգավոր գոտում չէր հայտնվի ու կյանքը չէր կորցնի։